Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնել են, որ 3 ժամը 09:40-ի սահմաններում Փամբագետում Դսեղ բնակավայրի խաչմերուկի մոտակայքում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին։ Հունիսի 27-ին ժամը 10:56-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհին թունելի մոտակայքում գետի մեջ դի է նկատվում։ Ավելի ուշ եւս մեկ ահազանգ էր ստացվել, որ Փամբագետում ավտոմեքենա կա, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հունիսի 28-ին պայթուն եւ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում ժամը 16:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել կազո։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են նշված սեփական տանը, քրեական ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են նույն տան բնակիչ 51-ամյա Վազգեն Աիդին։ Մեկ այլ ողբերգական դեպք է տեղի ունեցել հունիսի 28-ին Արարատի մարզում ժամը 14:15-ի սահմաններում ներքին գործերի նախարարության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրի հատվածում Վեդիի վարչական տարածքում Չանգան մակնիշ ավտոմեքենայում դի կա։ Պարզվել է, որ վարորդը ավանգարդ բժշկական կենտրոնի հիմնադիր ազգային ժողովի նախկին падգամավոր առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է, ով նախնական տեղեկություններով ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Հունիսի 28-ին մեկ այլ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 17:10-ի սահմաններում Տիչինա փողոցում թիվ 300 դրոպ 1 հասցեի դիմաց La Defense հյուրանոցային համալիրի մոտ Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Չն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով բախվել է կանաչ խոտած ածկույթի բազալտեի եզրաքարերին եւ գլխի վայրմասամբ հայտնվել կանաչ գազոնում։ Վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն, ցավոք ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Աբովյան քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ահազանգել է Վահե Աղաջանյանը։ Այսօր սարսափելի տեսարանի ականատես եղա իմ հարազատ Աբովյան քաղաքում ու սա արդեն կդժվարանամ հիշել, թե այս տարի որերով նման դեպքն է։ Ուսումնական մեքենա էինք վարում ու մեր առաջ քաղաքի գլխավոր խաչմերուկներից մեկում մոտ 15 հոգի մահակներով ու այլ սառը զենքերով հարձակվեցին 2-3 հոգու վրա, դաժան ծեծի ենթարկելով նրանց ու հետո անմիջապես վազելով դիմեցին փախուստի տարբեր խմբերի բաժանված։ Տարածքում նաև կային բազմաթիվ կանայք, երեխաներ, ծերեր, մարդիկ դուրս են եկել զբոսնելու, գրել է օգտատերը։ Նա նշել է, որ իրավապահներին հաջողվել է հայտնաբերել միջադեպի մասնակիցներից մի քանիսին, սակայն դժգոհ է ոստիկանության աշխատանքից։